Պարոն Համբարյան, այս պահին ոստիկանները փորձում են խուզարկել Միքայել Սրբազանի կեցավայրը, դուք քանի որ Գյումրիից եք, կխնդրեմ մեծ տեղեկություններ հայտնեք, թե ինչ է ձեզ հայտնի եւ ինչ իրավիճակ է ընդհանրապես այս պահին Գյումրիում։ Առաջնորդարանն է, դա ոչ թե տունն է, կեցավայրն է, որտեղ ինքը նաեւ ապրում է։ Միքայել Սրբազանը տեղում չէ, որքան ես իմացա ինքը արձակուրդում է, բայց ամեն դեպքում մոտ 30 դիմակավորված անձինք ուրեմն ներխուժել են բարի իմաստով նրա կեցավայր, ըստ իմ ունեցած տեղեկություններից տեղում նույնիսկ տուրն են կոտրել, շատ զարմանալի է, եւ որ կարելի էր ասենք նորմալ տուրը բացել տալ, այնպես չէ որ ներսում գտնվող մարդիկ տուրը փակ էին պահելու։ Հիմա մարդիկ իմանալով որ Սրբազանը տեղում չէ, այդքան շատ ժողովուրդ չկա, բայց ամեն դեպքում նշեմ, որ շատ հաճ է, շատ տգեղ է ամբողջ երևույթը, որովհետև երևի հայ եկեղեցին այսպիսի ռեպրեսիվ մեթոդներ չի տեսել 37 թվականից ի վեր։ Իսկ գյումրեցիները ընդհանրապես ինչ են խոսում քաղաքում, ինչ այո, ասեք։ Չէ, լավ, հարցը տվեք նոր։ Ինչ կանխատեսումներ ունեն, ներքին խոսակցությունները ինչպես են Գյումրիում։ Դե հիմա նայեք, սա վաղ առավոտյան է, շատ դեպքերում մարդիկ հանգստանում էին, որովհետև շատ-շատերը արդեն արձակուրդում են գտնվում եւ բոլորիս համար սա անակնկալ էր։ Ինչ վերաբերում է գյումրեցիների խոսակցություններին, ես էլ այդպես շատ ծանոթ չեմ, որովհետև դեպքերից մոտ կես ժամ հետո արդեն այստեղ եմ ուրեմն գտնվում եւ այդքան շատ մարդկանց հետ դեռ չեմ շփվել, բայց ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ սա շատ տգեղ եւ շատ ինչ ասեմ, շատ տգեղ երևույթ է ամեն դեպքում ոչ ոք չէր սպասում այսպիսի ուրեմն ոտնձգություն, ոչ ոք չէր սպասում այսպիսի ուրեմն քայլեր եկեղեցու դեմ, որովհետև կրկնում եմ, սա ոչ թե Միքայել Սրբազանի ուրեմն տունն է, այլ սա հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի առաջնորդարանն է, որտեղ եւ նա ապրում է, եւ սա բացահայտ հարձակում է եկեղեցու դեմ։ Իսկ նպատակը որն է, տեսնում ենք նաև թիրախավորված է վեհափառը, Արշակ Սրբազանը, Բագրատ Սրբազանն է 2 ամսով կալանավորվել, նպատակը որն է, ինչ նպատակ է, այս բոլոր հետապնդումները հետապնդում այսպես ասած։ Նախ թուլացնել եկեղեցին, թուլացնել կաթողիկոսին, վերջապես գրավել եկեղեցին, եկեղեցում ներդնել աղանդավորների կողմից ընդունված կարգը, բողոքականությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրեն հռչակելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ իրականում իր գործունեությամբ եւ իր քայլերով միշտ էլ ապացուցել է, որ ինքը աղանդավոր է, դրա վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ կան, սկսած իր էջում ուրեմն աղանդավոր կյանքի խոսք աղանդի ուրեմն հովիվներից մեկի քարոզները տնելը, վերջացրած Մակեամբյոնից հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից չընդունված Սուրբ գրքի ուրեմն թարգմանության մեջ բերումը եւ վերջապես նաեւ սա ավելի գլոբալ խնդիրներ է լուծում, ուրեմն փորձելու են նաեւ հայ առաքելական եկեղեցուն լրացնել, որպեսզի վերջինս Արցախի մասին էլ ոչ մի ծպտուն չանի։ Այս ամենը պատվիրված է Բաքվից եւ Անկարայից եւ պատահական չէ, որ այս վերջին հարձակումները հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ ուրեմն հիմնականում տեղի են ունենում Ալլահ Շուքուր Փաշազադեի իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած Ալլահ Շուքուր Փաշազադեի ուրեմն հակաեկեղեցական զառանցանքներից հետո։ Ինչքան տեսնում եմ Նիկոլը պասերով խաղում է ադրբեջանցիների հետ։ Պարոն Համբարյան, իսկ դատելով ելնելով այս ողջ իրադարձություններից, դուք ինչ կանխատեսումներ ունեք Միքայել Սրբազանին եւս կկալանավորեն։ Քանի որ մենք գործ ունենք Նիկոլի նման քաղաքական բանդիտի հետ, ոչ մի բան ուրեմն այսպես ասած հերքել պետք չէ, այսինքն ամեն ինչ այս մարդուց սպասելի է, ամեն ինչ։